Հետևորդներ, մենք այս պահին ուղիղ եթերում ենք եւ այստեղ րոպեներ առաջ Գյումրի քաղաքի մեծ մասը հոսանքազրկվել է։ Մենք գտնվում ենք Վարդան Ղուկասյանի նախընտրական շտաբի մոտ եւ այս պահին ձեր էկրաններին տեսնում եք, որ Գյումրին հոսանքազրկված է։ Հիմա քայլում ենք դեպի հրապարակի կողմ։ Ինչն է խնդիրը, այս պահին դեռ հայտնի չէ։ Եվ ասեմ, դեռ բավական տեղամասեր կան, որտեղ ընտրաթերթիկների հաշվարկը չի ավարտվել։ Տեսնում ենք 1-2 տաղավար ընդամենը, որ լույս կա։ Հարգելի հետևորդներ, ովքեր նոր միացան մեզ, մենք գտնվում ենք Գյումրիի կենտրոնում, այստեղ րոպեներ առաջ քաղաքի մեծ մասը հոսանքազրկվեց, պատճառը այս պահին հայտնի չէ։ Մեր լրագրողները կփորձեն պարզել ինչն է խնդիրը եւ նշեմ, որ մինչ այս պահը դեռ կան տեղամասեր, որտեղ քվեաթերթիկների հաշվարկը չի ավարտվել։ Հիմա մենք գտնվում ենք մոտենում ենք Գյումրու հրապարակին եւ տեսնում ենք, որ քաղաքը մթության մեջ է։ Քաղաքի մեծ մասը հոսանքազրկված է։ Այստեղ ինչ-որ գեներատոր է միացել եւ հիմնականում երևում են բարեկային ծառայության ոստիկանական մեքենաների լույսերը։ Մենք գտնվում ենք Վարդան Ղուկասյանի նախընտրական շտաբի մոտ, փորձում ենք նրանից հարցազրույց վերցնել, սակայն Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ նա այսօր չի պատասխանի լրագրողների հարցերին, վաղը կլինի հանդիպում նրա հետ, նա մեր հարցերին վաղը կպատասխանի եւ տեսնում եք այստեղ քաղաքի մեծ մասը հոսանքազրկված է։ Կենտրոնում մեր կադրերում երևում է, որ քաղաքի կենտրոնական փողոցի որոշ հատվածներ հոսանքազրկված են։ Մեր լրագրողները փորձում են պարզել ինչն է խնդիրը, որ հոսանքազրկվել է Գյումրու քաղաքի որոշ հատվածները եւ մենք անպայման կտեղեկացնենք, առաջարկում եմ նաեւ բաժանորդագրվել եւ հետեւել մեր հեռարձակումներին, քանի որ նաեւ
պատրաստում ենք ուղիղ հեռարձակում ապահովել Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբի մոտից։ Մենք տեսնում ենք, որ հրապարակում այս պահին մենակ վարվում են 1-2 շենքերի լուսավորություն է վարվում և անցնող ավտոմեքենաների լույսերն են։ Քաղաքը մոտ այս պահին մոտ 15 րոպե հոսանքազրկված է քաղաքի որոշ հատվածներում։ Սակայն տեսնում ենք այն երկրորդական փողոցներում լույս կա, լուսավորություն կա։ Տեղեկացնեմ, ովքեր նոր միացան, դեռ որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկը չի ավարտվել։ Հարգելի հետևորդներ, առաջարկում եմ բաժանորդագրվել և կիսվել տեսանյութով, որպեսզի ձեր մտերիմներն էլ տեսնեն ինչ է կատարվում այս պահին Գյումրիի քաղաքում։ Բաժանորդագրվեք, լայքեք և կիսվեք, որպեսզի էլ ավելի դիտողականություն ունենա տվյալ հեռարձակումը և ձեր մտերիմները տեսնեն ինչ իրավիճակ է այս պահին Գյումրիում։ Մենք հիմա փորձենք քայլել դեպի Վարդան Ղուկասյանի գրասենյակի կողմ, եթե չեմ սխալվում, այնտեղ էլ է հոսանքազրկված։ Տեսնում եք փողոցի մի հատվածը հոսանքազրկված է, մյուս հատվածում լույս կա։ Մեկնաբանություններում կխնդրենք նաև կիսվել ձեր կարծիքով, արդյոք սա միտումնավոր է արվում, թե ոչ, որովհետև ընդդիմադիր գործիչները արդեն սկսեցին հրապարակել, որ սա միտումնավոր է, որպեսզի լցոնումներ տեղի ունենան։ Մի քանի գովազդային վահանակների լուսավորությունն է այստեղ Գյումրու կենտրոնում վարվում։ Հիմա տեղափոխվենք դեպի Վարդան Ղուկասյանի շտաբի կողմ, փորձենք այնտեղից ինֆորմացիա պարզել, քանի որ փողոցում նույնիսկ քաղաքացիների չեն կարողանում հանդիպել, որպեսզի հարցնենք միգուցե տեղեկություն ունեն, ինչն է հոսանքազրկման խնդիրը, պատճառը։ Տեսնում ենք գովազդային վահանակների լուսավորությունն է, միայն վարվում մի քանի,
Եկեղեցին էլ է ամբողջությամբ հոսանքազրկված։ Մենք ովքեր նոր միացան, ասեմ, մոտ 1 ժամից ավել սպասում էինք Վարդան Ղուկասյանի գրասենյակի մոտ, որպեսզի նրանից հարցազրույց վերցնենք եւ տեսնենք ինչ է կատարվում նրա նախընտրական շտաբում, սակայն մեզ հայտնեցին, որ Վարդան Ղուկասյանը այս պահին պատրաստ չէ հարցազրույց տալու եւ հայտնեցին, որ նա վաղը կպատասխանի լրագրողների հարցերին, պատրաստում ենք հեռանալ եւ նկատեցինք, որ տեսանք, որ հոսանքազրկվեց քաղաքը։ Հիմա քայլում ենք դեպի Վարդան Ղուկասյանի ահան եւ քաղաքը կրկին լուսավորվեց։ Հինգ-վեց րոպե մինչ ուղիղ հեռարձակումը սկսելը քաղաքը հոսանքազրկված էր, այսինքն մոտավորապես 15-16 րոպե Գյումրի քաղաքի որոշ հատվածներ հոսանքազրկված էին։ Տեսնում եք, երբ միացնում են լույսերը, ինչ լուսավոր է Գյումրին, Գյումրի քաղաքը։ Այս պահին մենք գտնվում ենք Վարդան Ղուկասյանի նախընտրական շտաբի դիմաց։ Այստեղ եւս բազմամարդ է, բոլորը սպասում են ընտրությունների վերջնական արդյունքներին։ Հա, առավոտ եմ։ Տեղեկություն ունեք այս հոսանքազրկումից։ Չէ, պատճառը գիտեք ինչն էր, թե չէ։ Բայց պետք է հետևել է տարի։ Ինչ են արել։ Հետևել է տարի։ Հա։